Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ես ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, երգչուհի, հրաշալի երգչուհի, գեղեցիկ կատարումներով, իր գեղեցիկ երգերով, Յանա Գրիգորյան։ Բարի երեկո, պարոն Ղազարյան ջան։ Բարև Բարև Յանա ձեզ, ջան։ ինչպե՞ս եք։ Լավ, Յանա ջան, նստիր, խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք ձեր տաղավար, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել։ Ողջունում բոլոր հեռուստադիտողներին։ Ես էլ ուրախ եմ, Յանա ջան, ուրախ եմ, որ դու իմ տաղավարի հյուրն ես այսօր, մենք մի լավ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Քո մասին պատմիր մի փոքր։ Ես դեռ մանկուց եմ երգում, դպրոցական տարիներից, դեռ այն ժամանակվանից որոշել էի, որ պետք է երգչուհի դառնամ։ Բայց կային կարևոր պատճառներ, որոնք խոչընդոտ հանդիսացան, մաման շատ դեմ էր, մաման ուսուցչուհի է, պապան էկոնոմիստ է ու կարծրատիպ կա, չէ, այսպիսի, որ պետքա, չգիտեմ, ավելի լուրջ մասնագիտություն ընտրես, դա պետքա հոբի լինի, երգելը եւ այլն, ու այնպես դասավորվեց, որ Ծանոթ բան է շատ։ Այնպես դասավորվեց, որ ես ընդունվեցի Հայ-ռուսական համալսարան եւ ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո նոր ես սկսեցի երգել, արդեն երբ որ հասկացա, որ ես պետք է զբաղվեմ իմ սիրած աշխատանքով, որ արդեն կայացել եմ ինչ-որ չափ, այդ տարիքում 24 տարեկանում 23 նոր սկսել եմ երգել։ Ուրեմն ես քեզ սխալ եմ ներկայացրել։ Ես ասել իրավաբան եւ երգչուհի, մենակ երգչուհի եմ ասել, նաեւ իրավաբան ես, այսինքն պրոֆեսիոնալ իրավաբան։ Դե չեմ կարող այդպեսին համարել որպես պրոֆեսիոնալ իրավաբան, որովհետեւ չեմ աշխատել։ Բայց ավարտել ես, չէ՞։ Ավարտել եմ, այո։ Պրոֆեսիոնալ կրթություն ունես, բարձրագույն կրթություն ունես։ Վոկալի դասընթացների հաճախեցի իմ շատ սիրելի Նունե Ալբերտովնայի մոտ, որը դասավանդել է ջեզել խմբին, Նայրա Գյուրջինյանի հետ միասին, որի համար շատ շնորհակալ եմ, ինքը ինձ շատ ոգևորեց, այդ ստարտը շատ կարևոր էր ինձ համար։ Իմ մոտ կար վախ բեմի նկատմամբ, որովհետև քանի որ այդ տան անդամներից պատժերշկան այսպեսին չկար, ես մի փոքր վախենում էի բեմից, ինքը ինձ միշտ ոգևորել է ու իրան շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Հայաստանում որևէ խմբում երգել ես։ Չէ, խմբում չեմ երգել։ Որևէ կոլեկտիվում չես։ Չէ։ Ասենք հյուրախաղեր, համերգներ, բաներ չես։ Համերգների մասնակցել եմ 2021 թվականին երգել եմ շատ մեծ հպարտությամբ դրա մասին կարող եմ ասել, դա իմ երազանքներից մեկն էր, մեկնել եմ Մոսկվա եւ Կրեմլում ելույթ եմ ունեցել։ 2025 թվականին։ Այդ որ Տաշիշոյի ժամանակ։ Եվ 2025 թվականին նորից 18 տարի դադարից հետո վերսկսվեց Ոսկե աշուն փառատոնը, 2025 թվականին, այո, Համալիրում ելույթ ունեցա, ներկայացրեցի նոր երգ։ Հիմնական ժողովրդական երգչուհի ես դու։ Ժողովրդական երգերի կատարող։ Ավելի շատ, գիտեք, հիմա ես շանսոնից եմ սկսել, շատ եմ սիրում այդ ժանրը, բայց հիմա երգում եմ այն, ինչը որ ժողովուրդը պահանջում է ու ինչը որ սիրում է, այդպես ստացվեց։ Շանսոնը մի փոքր այս պատրությամբ այդքան էլ պահանջված չի ցավոք։ Դե կարաս հետել դա էլ երգել։ Փորձում եմ, համատեղում եմ։ Հա, էլ իրար այդ երգերը, օրինակ ասում ենք մեր երգիչները, ասենք այդ երգիչները, որոնք արսանիքների ժամանակ հիմնականում 6-8 բաները երգում, բայց տղաները այդ երգիչ երգչուհիները մեկ-մեկ էլ մտան սիրուն լիրիկական երգ են երգում, դանդաղ մի հատ երկու հատ բան երգում են, դու նոր ասում են իրանց բան։ Այնպես որ դու էլ կարող ես։ Ես էլ փորձում եմ համատեղել։ Պահանջված ժանրի հետ միասին երգել, նաև մեկ-երկու հատ էլ քո շանսոնները երգես, այդ շատ սիրուն կլինի։ Ամուսնացած չես։ Ամուսնացած չեմ։ Բայց դու ամուսնանաս, ժամանակն արդեն։ Ճիշտն ասած մտադրություն չունեմ ու կարծում եմ յուրաքանչյուր մարդ իր ուղին ունի։ Միգուցե բոլորը կարծում են, որ ամուսնության մեջ է երջանկությունը, մի քիչ վիճելի թեմա է, բայց այս պատրությամբ ես ինձ շատ համերաշխ եմ զգում ու դեռ չեմ պլանավորում։ Բայց պետք է։ Միգուցե հետագա։ Երբեք մի ասա, երբեք։ Ծնողները թորնիկներ կուզեն, բան կուզեն։ Շատ են ուզում, ես երկու մեծ քույր ունեմ, իրենք էլ չեն հասցրել երեխաներ ունենալ ցավոք։ Բայց ամեն մարդ իր ճակատագիրն ունի։ Չէ, դե դու քո ճակատագիրը նաև կարող քո ձեռքին լինի։
Դու էլ որոշես ոնց անես, ինչ անես։ 57 տարի ինչ միասին են ու իմ մոտ միշտ ձևավորվել է, մանկուց ես միշտ պատկերացրել եմ, որ իմ ընտանիքն էլ պետք է այդպեսին լինի, եթե ես ամուսնանամ, այո։ Հայկական, հապետական։ Դու հետաքրիր է ինձ օրինակ դու իրավաբանական կրթություն ստանալով ինչու անկարծ որոշեցիր որ դու երգես։ Ինչ որ մեկը քո համար որոշիչ է եղել, թե չգիտեմ որ ինչ որ մեկից ոգևորված կամ չգիտեմ։ Ես նշեցի, որ մանկուց եմ ուզեցել երգեմ, շատ սիրել եմ երգը, երգարվեստը, բայց մամայի ֆակտորը իհարկե մեծ դեր խաղաց ու դրա համար ես ոնց որ ավելի ուշ որոշեցի որպես ներկայացա որպես երգչուհի եւ հաճախեցի վոկալի դասընթացների, այսինքն մանկուց եղել է այդ միտքը ինձ մոտ, որ ես պետք է զբաղվեմ իմ սիրած վոկալի գործոքոս առաջի եւ վերջին ուսուցիչը եղել է Նոնա Ալբերտովնան Ղազանչյան, որին շատ շնորհակալ եմ կոնսերվատորիայում դասավանդում է, իմ շատ սիրելի ուսուցչուհին է, շատ լավ մարդ, այո իհարկե, մի շնորհակալ կլինեմ իրեն իր աշխատանքի համար։ Ալբոմներ ունես երգեր, ձայնագրված երգեր։ Այո, ունեմ երգեր, վերջին երգը ներկայացրեցի Ոսկե աշնան շրջանակներում, հայերեն, մինչ այդ ավելի շատ ռուսերեն էի երգում։ Որ երգներ դա, որ Ոսկե աշնանը կոչվում է Արիտար։ Արիտար։ Այո, երգի հեղինակն է Անահիտ Լազյանը, բավականին տաղանդավոր աղջիկ է, համ բժշկուհի է, համ տարբեր երգեր է գրվում, համ երգում է, շատ իրավաբան է երգում է, բժշկուհին երգեր է գրում։ Այդպես էլ է լինում։ Լավ, հիմա ինչով ես զբաղվում հիմա ստեղ։ Հիմա նոր եմ տեղափոխվել ԱՄՆ։ Որքան ժամանակ է։ 2.5 ամիս է ինչ այստեղ եմ, բայց այո։ Մինչ այդ 3 անգամ եկել եմ, հետ եմ գնացել, որովհետև շատ եմ կարոտում Հայաստանը, ինձ համար շատ դժվար էր ու մենակ է այստեղ։ Հոգեպես շատ բարդ էր, բայց այս անգամ տրամադրեցի ինձ, որոշեցի մի փոքր երկար մնալ, տեսնենք ինչպես դասավորվի։ Ու ինչով ես զբաղվում։ Երգում եմ ռեստորաններում։ Ահա։ Տեսնենք, փորձամ մի փոքր, երբ որ ավելի կկայունանա այս իրավիճակը, կփորձամ նոր երգեր ներկայացնել իհարկե։ Շատ ունես երգեր, շատ կա քո երգացանկում երգեր։ 5-6 երգ իմ ավտորսկի երգերից, այդքան էլ շատ չի։ Հեղինական երգեր ունես, քո գրած երգերը։ Չէ։ Արսեն Կասիևն է մեծ քանակությամբ երգերի հեղինակը իմ երգերից, ինչպես նշեցի, ռուսերեն լեզվով եմ ավելի շատ ներկայացրել, բայց երբեմն, երբ մուսած գալիս է, բանաստեղծություններ գրում եմ, բայց այս վերջին տարիներին դեռ չի ստացվում, չգիտեմ, բայց ունեցել եմ, նմանատիպ փորձ ունեցել եմ։ Բայց որ սիրահարվես կսկսես շատ գրել։ Ոգեշնչվես։ Միգուցե։ Լավ, իսկ ապագա ծրագրեր, ինչ բաներ ունես, ինչի ես ուզում հասնես, ինչի ես ցկտում։ Ես բացի երգելուց նաև 6-7 տարի զբաղվում եմ միջազգային գեղեցկության մրցույթներով ու շատ տղաներ եւ աղջիկներ ներկայացրել են մեր երկիրը տարբեր երկրներում, Ֆիլիպիններում, Մալազիայում, հիմնականում այդ բարձր level-ի մրցույթները, ինչպիսին է Miss International, Miss Երկիր, անցկացվում են ասիական երկրներում ու շատ աղջիկներ Հայաստանից, շատ տղաներ պատվով ներկայացրել են եւ վերադարձել են Հայաստան, զբաղեցնելով տարբեր մրցանակային տեղեր։ Դու կյանքում ինչ մրցանակներ, պատվոգրեր, դիպլոմներ ինչ ունես։ Վոկալի հետ կապված ունես։ Վոկալի հետ կապված չի, ավելի շատ միջազգային գեղեցկության մրցույթներից շատ սերտիֆիկատներ, դիպլոմներ, շնորհակալագրեր ունեմ։ Մրցույթների վոկալային ցավոք չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, միգուցե։ Դե սիրելի բարեկամներ, այժմ ասենք գովազդի, որից հետո կշարունակեմ իմ զրույցը երգչուհի եւ իրավաբան Յանա Գրիգորյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում ենք մեր հարցազրույցը, շարունակում եմ իմ հարցազրույցը երգչուհի եւ իրավաբան Յանա Գրիգորյանի հետ։ Յանա ջան, մենք ես կուզենայի այդ մի քիչ ավելի երկար խոսենք այդ հարցի շուրջ, որ այդ
համերգ մտադիր ես կազմակերպես, թե չէ, թեկուզ մի քանի հոգով։ Քանի որ նոր եմ տեղափոխվել, դեռ հստակ չգիտեմ այստեղ համերգը կազմակերպեմ, թե Հայաստանում, բայց ապագայում իհարկե ինչու ոչ չի բացառվում, հնարավոր է։ Անպայման պետք է, անպայման։ Ուղղակի, քանի որ նոր եմ տեղափոխվել, դեռ որոշակի ֆակտորներ կա, որոնք խանգարում են, ընթացքում իհարկե։ Որտեղ պիտի ճանաչվես, առաջերտին ճանաչվես, հետո նոր անցնես այդ համերգներին, որպեսզի այդ մարդիկ իմանան ում երեկոյին են գնում, ինչի համար են գնում։ Դու ասիր, որ ռեստորանում երգում ես, իսկ հարսանիքների կամ միջոցառումների, որ հրավիրում են քեզ։ Այո, իհարկե։ Գնում ես, շատ ես գնում։ Շատ էի գնում Հայաստանում, այստեղ քանի որ նոր եմ եկել, գնում եմ, այդքան շատ չի իհարկե, այստեղ մի փոքր ուրիշ է։ Բոլորս էլ գիտենք երևի դրա մասին։ Ես ուրիշ ձև էի, մինչ գալս ավելի ուրիշ ձև էի պատկերացնում այդ ամեն ինչը, քանի որ այնտեղ համարյա թե ամեն օր աշխատում էի, տարբեր միջոցառումների էի մասնակցում, հարսանիք, կնունկ, ծնունդ եւ այլն, այստեղ մի փոքր քիչ է, բայց էլի ժամանակի հարց է, որտեղ էլի չեն ճանաչում, չգիտեմ, իմանան կհրավիրեն իհարկե։ Այո, ճիշտ է։ Դրա համար պետքա ձեր խորհրդին հետևեմ, ավելի շատ աշխատեմ, ծրագիրս մեծացնեմ, այդպես նոր տեսահոլովակներ, երգեր եւ այլն ներկայացնեմ, որպեսզի ճանաչվեմ ավելի։ Իրանա ջան, այնց ճանաչվելու մի միջոց էլ մեր էս հաղորդումն է, որտեղ էս հաղորդումը եւ YouTube-ով են նայում մարդիկ եւ Artflix-ով են նայում եւ Հայաստանում կնայեն նոր Հայաստան հեռուստաալիքով, մի խոսքով աշխարհում մեկ քեզ կճանաչեն, ամենուր նայում են այդ ծրագիրը։ Շնորհակալ եմ։ Այստեղ էլ արդեն իհարկե կրկնում են մի քանի անգամ, բան արդեն հագին բանա քեզ ճանաչվելու համար։ Ես կարող ենք մենք ես ու իմ հեռուստադիտողը քեզանից որևէ երգ հիմա լսենք։ Մեծ սիրով, իհարկե։ Խնդրեմ։ Գնացինք։ Սրտի համար դու դեղ ու դարման նախանձում են մեր սիրուն ընկեր հարևան ասում են որ պետք չի ինձ տեղա քեզ նման բայց ես գիտեմ ծնվել ես ինձ համար միայն ու այսօր առավոտից ես հագած կապած նայում եմ պատուհանից մի քիչ շփոթված արի տան ինձ հետուն չեմ կարող ես սպասել մինչ Սիրտս չի դիմանա, յանջան, կյանքս անգույն կդառնա Արի տան, ինձ հետուն Չեմ կարող ես սպասել մինչ գարուն Թե չգաս սիրտս չի դիմանա, յանջան, կյանքս անգույն կդառնա Անթիվ անհամար Քո սրտին դու լսելով եկար ինձ գտար Խոստանում եմ կլինեմ լավ կին քեզ համար Սրտի սերը կպահեմ քեզ համար իմ յար Ու այսօր առավոտից ես հագած կապած նայում եմ պատուհանից Մի քիչ շփոթված Արի տան ինձ հետուն Չեմ կարող ես սպասել մինչ գարուն Թե չգաս սիրտս չի դիմա
Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Ապրեսյանը ջան, ապրես հրաշալի էր, շատ լավ էր, ըհը։ Դու արդեն կանչում ես արի տարտում, բան, ինձ թվում է այս երկից հետո, այս հաղորդումից հետո կան լուրջ արդեն ասում եմ լավ ուշ կան երբեք, չէ՞։ Ուշ լինի, կգան ու կտանեն իրանց տուն։ Դե լավ։ Ապրես շատ լավ էր, շատ հաճելի էր, ում երկն էր սա։ Սա իմ երկն է, հեղինակը չէ, Անահիտ Լազյանն է, բայց ես եմ ներկայացրել իմ երկն է, առաջին անգամ ներկայացրեցի Համալիրում, Ոսկե աշնան շրջանակներում։ Ահա, ու լավ անցավ, լավ ընդունվեց։ Շատ։ Ուղղակի պետք է մի փոքր երևի ավելի շատ շեշտը դնել գովազդի վրա, որովհետև դեռ այս երկը YouTube-ում չկա, բայց շուտով այնտեղ էլ կտեղադրեմ։ Հա, շատ լավ երգ է, շատ ուրախ, լավ, հա, բարային երգ է, շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Դու այստեղ Միացյալ Նահանգներում բացի երգից ուրիշ որևէ գործով զբաղվում ես, ուրիշ դեպքում մասնագիտություն էլ ունես, բացի դա ասենք հոբի կա կամ բան մի բան, որով զբաղվում ես։ Դեռ չէ, բայց պլաներում իհարկե կա նորից շարունակել միջազգային գեղեցկության մրցույթները, որովհետև Որտեղ ստեղ։ Այո։ Եվ այստեղ եւ Հայաստանում ինչու ոչ հիմա ուղղակի շատ ավելի լավ է, որ երևի տեղափոխվեցի այստեղ, որտեվ հնարավորություն կլինի նաև այստեղի աղջիկներին համախմբել, այստեղից աղջիկներն էլ մասնակցեն կաստինգների եւ ներկայացնեն։ Լավ աղջիկներ ունենք, հրաշալի այստեղ, հրաշալի երեխեք կա, շատ սիրուն, շատ ամիշ հա, շատ լավ կլինի, լավ բան ես մտածել։ Դու ինքդ կազմակերպես այդ մրցույթները։ Չէ, ես հանդիսանում եմ ազգային տնօրեն, յուրաքանչյուր երկիր ունի իր ներկայացուցիչը, որ անցկացնում է կաստինգներ, ազգային մրցույթներ, որի արդյունքում ընտրվում է մասնակից, որը պատվով ներկայացնում է մեր երկիրը։ Շատ լավ է։ Իսկ բանը գործիքավորող ունես, որը զբաղվում է քեզնով։ Այստեղ շատ լավ գործիքավորողներ կան, շատ լավ։ Չէ, իհարկե շատ կուզենայի պրոդյուսեր այստեղ գտնեի, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ, ավելի արդյունավետ զբաղվեմ իմ աշխատանքով, երգերով, այդպես, բայց քանի որ նոր եմ եկել, դեռ չեմ կողմնորոշում, այդպիսի մեծ ծանոթության շրջանակ չկա, բայց ամեն ինչ ժամանակի հարց է։ Պետք է երևաս, պետք է ճանաչեն, պետք է հավանեն, հետո գան մոտենան, առաջարկեն, որ առանց պրոդյուսերի, առանց որևէ մեկի դժվար է շատ արվեստագետի համար, որովհետև դու պետք է զբաղվես միայն արվեստով, իրանք մնացած են մյուս հարցերով, որպեսզի արդյունավետ լինի։ Դե Ջանա ջան, ավարտվեց նաև երկրորդ մասը մեր հաղորդման, արի անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը երգչուհի իրավաբան Յաննա Գրիգորյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Յաննա Գրիգորյանի հետ։ Յաննա ջան, թեմա կա, որի մասին դուք ուզեիք հիմա խոսել։ Իրականում շատ բաների մասին կցանկանայի խոսել, որովհետև էլի եմ ասում, ինձ համար մեծ պատիվ է, որ ձեզ հետ շփվելը, ձեր կարծիքը լսելը։ Ու շնորհակալ եմ շատ, որ հյուրընկալել եք ինձ այստեղ։ Բայց երևի թե քանի որ մեր ժամանակը սահմանափակ է։ Ազատ եղե, ազատ, մենք ժամանակ որ ունենք։ Շատ բարի։ Ինչ պատմեմ, ինչ որ հետաքրքիր դրվագ իմ կյանքից։ Չէ, թեմա կա, որի մասին կուզեիր խոսել, դրվագին հեսա կանցնենք։ Դա երևի խոսեցինք իմ ապագա պլանների հետ կապված, մրցույթների, երգարվեստի, պրոդյուսերի, այո։ Ուզում շնորհակալություն հայտնել երևի թե Աստծուն, իմ ծնողներին։ Գիտեք, հետաքրքիր էսպիսի մի բան եմ նկատել, այն ինչը ես պատկերացրել եմ, ինչի մասին կարելի ասել երազել եմ, միշտ իրական է դարձել։ Ու իմ խորհուրդն է բոլորին, ովքեր ունեն նպատակներ, ունեն երազանքներ, մի դադարեք երազել, ինչ որ քայլեր ձեռնարկեք դեպի ձեր երազանք ու վստահ եմ, որ անպայման կիրականանա։ Ապրես։ Թեմա ոնց որ պայմանավորվել եք նախորդ, դու պետք է պատմես իրական պատմություններ։ Շատ պատմություններ են եղել, բայց երևի շատ հաճախ ինձ հետ պատահող իրավիճակ է լինում, ինձ առանց մեյքափ չեն ճանաչում։
դրսում տեսնում են չեն ճանաչում, ես վերջում 31 դեկտեմբերի գնացել էինք Վրաստան, ես պետք է երգեի, ես էի Սարգիս Ներավետիսյան, Սամվելը Գրիգորյան եւ Անահիտը Կիրակոսյան, իրենք վարելու էին։ Ու բարձրացանք Սամվելի համար, որպեսզի ծրագիրը հասկանանք։ Սամվելը ինձ տեսավ առանց մեյքափ, թեքվեց Անահիտին, ասում Անահիտ ջան, բալի կտա։ Ու նմանատիպ շատ դեպքեր են լինում, դրսում տեսնում են, չեն ճանաչում, հետաքրքիր է շատ։ Ուրիշ ունես նման պատմություն։ Այս պայն երևի թե չեմ հիշի, բայց շատ հետաքրքիր պատմություններ են եղել, բայց երևի չեմ նշի ինչ որ առանձնահատուկ մի բան այս պահին։ Լավ, իսկ անեկդոտ կարող ես պատմել։ Անեկդոտ պատմելու հետ միշտ նախ ես չեմ հիշում անեկդոտները, ինձ միշտ այդ պահին հենց պատմում են, մի անգամից մտքիցս թռնում է։ Բայց կփորձեմ, չգիտեմ ինչքանով որ լավ կստացվի, ամեն դեպքում փորձանք չի վերում։ Չեխը, բելգիացին, գերմանացին գնում են գարեջրատուն։ Բելգիացին պատվիրում է իրանց հայտնի լև կարծեմ գարեջուրը, գերմանացին իրանց հայտնի գարեջուրը, չեխը պատվիրում է, լսել եք այդ անեկդոտը, չեխը պատվիրում է Չէ, ընդհանրապես ես գիտեմ որ հայը, ռուսը, վրացին են լինում, բայց չեխը բան առաջ է։ Իդեպ ես քանի որ գիտեի որ պետք է անեկդոտ պատմեմ, օգնության եմ դիմել մեր Արմենին Մխոին, զուգարեժիսոր, որպեսզի ինքը ինձ օգնի այդ հարցով, հիմա տեսնեմ ինչպես կստացվի պատմելը։ Գերմանացին։ Հա, գերմանացին, բելգիացին, չեխը գնում են գարեջրատուն։ Բելգիացին իրանց հայտնի լև գարեջուրն է պատվիրում, գերմանացին իրենց, չեխը պատվիրում է կոկա-կոլա, գերմանացին ու բելգիացին թեքվում են, ասում են աղբեր ջան, բայց դու ինչի գարեջուր չես, դու ինչի խես կոլա պատվիրել, ասում է դե որ նորմալ գարեջուր, չէ որ գարեջուր պատվիրած լինեիք, ես էլ գարեջուր կպատվիրեի։ Չգիտեմ ինչքանով ստացվեց ինձ մոտ ամեն դեպքում։ Յանի ձեր ասածները գարեջուր չի։ Հա։ Ուրիշ չունես, հա։ Չեմ հիշես բայն, չէ։ Շատ սիրում եմ որ պատմում են, ես եմ լսում, եթե դժվար չի ձեր ամենասիրելի անեկդոտներից մեկը։ Հա, Յանա ջան, ես ես մեկ-մեկ ես հարցը տալիս եմ ու ինձ շատ հետաքրքիր է, որտեղ ամեն մարդ յուրովի է պատասխանում։ Երեք ինչ թանկ բան ունես այս կյանքում, այս աշխարհում։ Իմ ընտանիքն է, ծնողներս, քույրերս, իմ արժեքներն են, իմ սկզբունքներն են, որոնց չեմ դավաճանում։ Այդ շատ կարևոր ու թանկ բան է ինձ համար։ Եվ Աստծո հետ կապը հոգևոր։ Այդ երեք ամենակարևոր բաներն են ինձ համար։ Ապրես։ Լավ։ Իսկ ձեր։ Ինչա։ Իսկ ձեր համար։ Ինձ համար դե պարզ է, դե իմ ընտանիքը, իմ երկիրը, իմ հողուճուրը։ Բացի դա իմ ընկերությունը ես։ Ընկերություն շատ գնահատող, բարձր եմ գնահատում ընկերությունը, թարապես, որտեվ առանց իրանց էլ հետաքրքիր չի կարգայու դժվար է։ Մի օր որ ասենք մի երկու օր չես տեսնում ընկերներիդ իրանց կարիքը հսկում ես։ Ես իմ ընկերների կարիքը միշտ զգում եմ։ Ու ես որն է ցաշվենք կարող է Լոս Անջելեսի կեսը ինձ ավել, ինձ ընկեր բարեկամ դուրս գան, բայց ես հիմնականում իմ ընկերական շրջապատը մի 5-ից 10 տենց զույգ են, որոնց հետ շատ հաճախ, ասենք ամեն օր բանկերներ։ Ծանոթ չէ, որոնց իսկապես ես որ գնում եմ Հայաստան, գնում եմ կամ որևէ նահանգ ելույթ ունենալու, ես շատ կարոտում եմ իմ ընկերներին։ Բացի որ դե հայրենիքը բանը Երևան ես տարին 3 անգամ գնում գալիս եմ ես այդտեղ պայմանագրով ժամանակավոր աշխատում եմ, ու գնում եմ տարին 2-3 անգամ գնում Հայաստան գալիս եմ, որտեղ առանց Հայաստանի, առանց այդ հողուճերի էլ չեմ կարող։ Բայց ստեղ էլ ունեմ իմ ընկերությունը, ստեղ էլ ունեմ իմ հետաքրքրությունները ու որոնց համար էլի հետ եմ գալիս։ Գնում գալիս եմ, այնպես որ ես կարելի ասել երկու տեղ եմ ապրում։ Ես գիտեմ շատ դժվար է դա իրականում։ Այս ճանապարհը շատ դժվարություններ է ստեղծում, շատ է դժվար է դե գնալ, այսքան ճանապարհ գնալ, բայց դե հաղթարում ես այդ ամեն ինչը հանում այդ սիրո այդ երեք բաների հետ հայրենիքս, իմ ընկերությունը, իմ ընտանիքս, այսինքն երեխաներս, թոռներս Հայաստանում են անպայման գնամ կարոտը սարվեմ ու կամ։ Լավ, ու այսօրվա երիտասարդ երգիչ երգչուհիների մասին ինչ կասես։
շատ տաղանդավոր երեխեք կան։ Իհարկե տաղանդավոր երեխաներ կան, բայց դե ես չեմ սիրում վատը խոսել, ես միշտ փորձում եմ ամեն ինչի մեջ լավը տեսնել, բայց ինձ համար, հա, ինձ համար իհարկե ավագ սերնդի բազան, դպրոցը ուրիշ է։ Իհարկե մեր երիտասարդներն էլ շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայց դե այն ժամանակվա դրվածքը, բազան, մակարդակը իհարկե ուրիշ է։ Իմ համար չգիտեմ, դա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եղարյանը ջան, ուրեմն Քենեթ փողոց կա այստեղ, շատ սիրուն փողոց է, իմ սիրած փողոցներից է, եթե միտեղ գնում եմ աշխատում եմ այդ փողոցով գնամ, ծառներ, սիրուն, հոբ, Ես էլ եմ շատ հավանում։ կողքը սրճարաններ, բաներ, շատ լավ փողոց է եւ այդ Քենեթ փողոցի վրա կա Քենեթ Village ծաղկի սրահ, որ հրաշալի մի տիրուհի ունի, մեր ընկերուհին եւ համագործակցում է մեր հետ։ Եվ նրանց կողմից ու մեր կողմից ես ուզում եմ հանձնել այսօրվա ամենահամեստ ծաղկի փնջերից մեկը։ Հիմա յասաման բոլորը սիրում են յասամանը, մի յուրահատուկ ծաղիկ է։ Թույլ ես նվիրեմ քեզ ու շնորհակալություն հայտնել, որ եկար։ Շատ շնորհակալ եմ, իրենց էլ եմ շատ շնորհակալ։ Տեսեք ինչ գեղեցիկ։ Սպասում եմ քո մենահամերգին, Յանա ջան, անպայման կգամ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ինչն է հանդիպում։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր երգչուհի իրավաբան Յանա Գրիգորյանը, այժմ մեր հաղորդման վերջին խոսքերը։ Շատ հետաքրքիր ու անուշ խոսքեր եմ այս անգամ ընտրել ես բոլորիդ համար։ Քանի դեռ տեսնում ես մորդ շպիտը, ուրեմն քո կյանքը գեղեցիկ է ու դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես։ Այսքանը սիրելի բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր։ Պարոն Ղազարյան, ծնվելուց հետո որքան ժամանակ է հարկավոր աչքերը բացելու համար։ Աչքերը բացելու համար ասեմ Յանա ջան, օրինակ կովերը հենց ծնվում են, աչքերը բացում են։ Կովերի մոտ տենց է։ Շները ծնվելուց 7 օր հետո նոր սկսում է աչքերը բացվել։ Կատուների մոտ կարծեմ 10 օր հետո են կատուները աչքերը բացում։ Իսկ տղամարդկանց մոտ ամուսնանալուց հետո է բացվում, բայց տղամարդիկ կան, որ մինչև վերջը լեփեց։ Չի բաց։